Էրդողանն ունի հայ առաքելական եկեղեցու իր նախընտրելի թեկնածուին։ Այս պնդումն է արել թուրքական Aydınlık թերթի խմբագիրն իր հոդվածում, որը տարածում է գտել թուրքական հանրահայտ լրատվականներում։ Հոդվածում նշվում է, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը իբր խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իսկ խնդրի լուծումը նրա հեռացումն է։ Տվյալ հոդվածի մեջ, հրապարակման մեջ խոսք էր գնում Սահակ Մաշալյանից, Պոլսայոց պատրիարք Սահակ Մաշալյանից։ Իհարկե ես Մաշալյանին որպես լավ հոգևորական կարող եմ դիտարկել, որևէ բացական այսպես ցանկալում չունի թուրքահայ համայնքում, նաև Հայաստան է բազմաթիվ անգամ այցելել, Երուսաղեմ, հոգևոր կյանքով է ապրել, հոգևոր ունի կրթական այսպես ասած դասընթացներ, հեռուստաեթերներ։ Հոդվածի հեղինակը գրում է նաև, որ Սահակ II պատրիարքը ողջունելի թեկնածու կարող է համարվել Լիբանանի եւ Անտիլիասի հայոց թեմերի կողմից։ Aydınlıkի այս խմբագրականը ժամեր անց արտատպվել է Թուրքիայում մոտ 5 միլիոն լսարան ունեցող Sözcü լրատվականը։ Նյութում հատկապես շեշտվում է այն միտքը, թե եկեղեցական հարցում Նիկոլ Փաշինյանի շահերը համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով այս խոսույթը նոր չէ։ Դեռ այս տարվա մայիսին եւ թուրքական եւ ադրբեջանական մամուլում նշվում էր, որ գլխավոր խոչընդոտներից է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար հենց հայ առաքելական եկեղեցին, որից հետո դուք գիտեք, որ Փաշազադեն մեծ ելույթով հանդես եկավ, որտեղ նշեց, որ հայ առաքելական եկեղեցին դա ավանդաբար պատմականորեն միշտ եղել է ռևանշիստական կառույց։ Հոդվածը տարածած երկու խոշոր պարբերականներից Sözcü'n համարվում է խիստ ընդդիմադիր, իսկ Aydınlıkը հայտնի է իր հակահայկական հրապարակումներով։ Չնայած խոսքը խմբագրական հոդվածի, այսինքն անձնական կարծիքի մասին է, այն լայն տարածում է ստացել թեմայի ակտուալության պատճառով։ Sözcü'ի դեպքում ինքը ընդդիմադիր է եւ այստեղ ինչ-որ շեշտադրում գտնել, եթե ընդդիմադիր է հրապարակել իշխանամետ է, չէ, սա չկա, ուղղակի նյութը, ինչպես նշեցի, զգայուն էր, թուրքերի մարել էր բավականին ընկալելի եւ հետաքրքիր նյութ արտատպել են։ Հայաստանում հայ առաքելական եկեղեցին ունի ավելի քան 60% վստահություն։ Քաղաքագետի գնահատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վարվող ներքին ու արտաքին քարոզչությունը եկեղեցու դեմ պատահական չէ։ Խնդիրը շատ ավելի խորքային է, քան միայն եկեղեցական թեման։ Մեր հարևանները հստակ նպատակ ունեն, ասում է քաղաքագետը։ Հայ առաքելական եկեղեցին պետքա վերանա ամբողջ կառուցվածքը պետք է փոխվի, պետք է չդառնա համասփյուռ կառույց, այսինքն ինքը պետք է ոչ թե համահայկական կառույց լինի, այլ Հայաստանի կառույց լինի, որը պետքա վերահսկվի Փաշինյանի կողմից։ Այդ իրանց մահաժն է դրած։ Երվանդ Բոզոյանի խոսքով Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, իսկ վերջիններս իրենց հերթին նպաստում են նրա քաղաքական վերարտադրությանը։ Նա հիշեցնում է, որ դեռ 2018 թվականին եկեղեցու դեմ սկսված շարժմանը Փաշինյանը աջակցություն չէր ցուցաբերում, այն ժամանակ իշխանությունը կորցնելու վտանգ չտեսնելով։ Այն ժամանակ հիշում եք նոր վեհապար, նոր եկեղեցի ինչ-որ տես մի հատ շարժում եղավ, չէ՞, բայց այդ ժամանակ Փաշինյանը չաջակցեց, չէ՞, շարժմանը։ Ինչի՞ չարժակ, որտեղ Փաշինյանի եկեղեցի հետաքրքիր չէ։ Փաշինյանը աշխարհիկ մարդ է, ինքը անարխիստ մարդ է, ինքը ընդհանրապես արժեքներ, բարոյական նորմեր ունի։ Հայ իշխանական շրջանակներում եւ թուրքական մամուլում շրջանառվող այս խոսույթները ցույց են տալիս մեկ ընդհանրական մոտեցում։ Հայ առաքելական եկեղեցին դիտարկվում է ոչ թե որպես հոգևոր կառույց, այլ որպես քաղաքական խոչընդոտ տարածաշրջանային օրակարգերի իրականացման ճանապարհին։ Ըստ փորձագետների, թեպետ այս գործընթացը վաղուց է սկսվել, սակայն դրա ակտիվացումը պայմանավորված է եկեղեցու բարձր վստահությամբ եւ համազգային նշանակությամբ։